կամ Հայաստանի կողմից, կամ տարբեր միջազգային գործընկերների կողմից։ Դա կարող է լինել թե երևացող զիջում, թե չերևացող բարի կամքի դրսևորում։ Այդ երևացող զիջումը ինչ կարող է լինել։ Բազմաթիվ բաներ կարող են լինել, բայց ցավոք Հայաստանի իշխանությունները արդեն բավականին խաղաքարտեր վաճառել են, չակերտավոր ասեմ, բավականին ցածր գնով կամ առանց որևէ գնի, դա կլինի Կիրանցի սահմանազատումը, դա կլինի այս սիրիացի վարձկանների ազատումը, COP29, ադրբեջանցիների վերադարձը Ադրբեջան, Հայաստանում դատապարտված ադրբեջանցիների ու բազմաթիվ այլ ու ընդ որում հենց օգոստոսի 8-ի համաձայնագրերի նախաստորագրումը, որը ամենամեծ զիջումն էր Հայաստանի կողմից, եւ այստեղ առավել եւս, որ Ամերիկայի նախագահի շահագրգռվածությունը կար, կարծում եմ ամենամեծ հնարավորությունն էր բոլոր գերիներին ազատ արձակելու, որովհետև եթե Հայաստանի իշխանությունները այդ պայմաններում ուղղակի հստակ նախապայման դնեին, որ առանց գերիների չեն ստորագրելու, ես վստահ եմ, որ ԱՄՆ կողմից ճնշումը բավականին մեծ կլիներ, չհաշված, որ Ալիևի համար այդ փաստաթղթերի ստորագրումը մեծագույն հաղթանակ էր։ Բեգլարյան, գուցե խոսելով չգիտեմ, մենք ուշ միացանք, խնդրեմ Սումգայիթի, քանի որ օրն է, այսպես Այո, սկզբից խոսել էի, բայց խնդիր նախադասությամբ եթե կարելի է։ Նրանք այնտեղից անդադ խոջալու են թմկահարում, այստեղից որևէ արձագանք չկա Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի, որոնց պատասխանը չտրվեց այս օրերին եւ այնտեղից էլ խոսում են Արևմտյան Ադրբեջան խոսույթի մասին, խնդրեմ երկու նախադասությամբ։ Ներողություն, միլիցիա խոսքը լինի հետո, հա։